Շնորհակալություն, պարոն Գալստյան, իմ հարցը վերաբերում է բանկային համակարգի թվային գործիքներին, այսինքն on-line banking-ին, այսպես ասած, վերջերս հաճախացել են ահազանգեր են մասին, որ մարդկանց անունով վարկեր են ձևակերպվում առանց իրենց իմացության, եւ եթե նախկինում խոսքը գնում էր այն մասին, որ մարդու հետ կապվում են, խնդրում են ինչ-որ կոդ ասել, ինքը պատահմամբ, սխալմամբ այդ կոդը ասում է, վարկը ձևակերպվում է, հիմա արդեն ես տեսնում եմ ահազանգեր, որ մարդն ասում է, ընդհանրապես ինձ հետ կապ չեն հաստատել, ես որևէ տվյալ որևէ մեկին չեմ ասել, իմ անունով սակայն վարկ է, մարդիկ են ասում, իրենց անունով վարկեր են ձևակերպվել, արդյոք այստեղ կենտրոնական բանկը չունի անելիք ինչ-որ ձև, չգիտեմ, խստացնելու վարկի տրամադրման այդ պայմանները, գործիքները, անձի իդենտիֆիկացման ընթացակարգը, բայց երեք ես մեկ ավելի վտանգավոր ահազանգի ականատես եղա, մի քանի հոգի ահազանգել էր, որ առևտրային բանկերից մեկը իրենց հաշիվներից գումար է քաշել, կրկնօրինակելով իրենց իսկ կատարած գնումը եւ արդեն իսկ վճարված գումարի չափով էլի գումար է քաշել ըստ ահազանգողների ուղղակի խարդախությամբ։ Բանկի անունը չտամ այդ առևտրային բանկի, որ չստացվի ինչ-որ թիրախավորում, այս մասով դուք ինչ ունեք ինչ-որ տեղ եք։ Ես կխնդրեմ այդ ինֆորմացիան ինձ տաք անպայման։ Բոլոր հնարավոր ձեզ ահազանգվող ինֆորմացիաները ինձ հետ կիսվեք։ Դա լուծում է, որովհետև ահագնացող, սաստկացող, որ այդ տերմինները օգտագործում ենք, այդ լեքսիկոնը, ինքը մի քիչ վախի բան է ստեղծում, այն պարագայում, որ դեպքերը բացառիկ են, հատիկներով են։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում on-line վարկ տարեկան տրամադրվում է 600,000 հատ։ Մասշտաբի էֆեկտ կա այդտեղ։ Ես հասկանում եմ, որ ամեն մի վարկի հետևը կոնկրետ անձի կյանքի եւ բանի, դրա համար եմ ասում, ինձ տվեք, որ նայենք, բայց 600,000-ի մեջ 5 հատը կամ 10 հատը դա սխալի նույնիսկ 6 սիգմայից ներքև մակարդակ է, էլի։ Կենտրոնական բանկը իհարկե կարա խստացնի ամեն ինչը, կենտրոնական բանկը կարա պարտադրի, որ դուք միջև վարկ վերցնելը անպայման գնաք առևտրային բանկ, ձեզ լուսանկարահանեն, մատնահետք վերցնեն եւ այլն, բայց մենք այդ չենք ուզում։ Մենք ուզում ենք ստեղծել մի միջավայր, որ հաճախորդի համար դա լինի հարմար նաեւ։ Դրա համար բալանսավորելով հարմարությունն ու անվտանգությունը պիտի առաջ գնանք։ Այդ երևույթը առկա է աշխարհի բոլոր երկրներում, որովհետեւ անալոգայինից թվայինի անցնելու հարակից բացասական էֆեկտներից մեկը հենց այդ վտանգներն է, որը մենք կառավարում ենք։ Արձագանք։ Շատ լավ, պարոն Գալստյան, ես ահագնացող, սաստկացող նման տերմիններ չօգտագործեցի, այլ ասացի, որ չէ, մամուլում է ինքը շրջանառվում, դրա համար եմ ասում։ Զուտ վիզուալ, տեսնենք 3 տարի առաջ, եթե 1 դեպք կարող էի լսել, հիմա ձեր ասած 5 դեպք կարող եմ լսել։ Մենք վիճակագրությունը նայել ենք, այս տարվա դեպքերը ու 3 տարվա առաջ։ Եթե դուք ունեք վիճակագրություն, որ 600,000 տրամադրված վարկից, on-line տրամադրվածից, ընդամենը 5, 10, 20, 30-ի դեպքում կարող է լինել անձի սխալ իդենտիֆիկացիա, այդ դեպքում, այո, կարծում եմ, որ իրավիճակը կառավարել է, եթե այդպես է, բայց ինձ մոտ տպավորություն կա, որ թիվը ավելի մեծ է, եթե այդպես չի, շատ ավելի լավ, իսկ այդ առևտրային բանկի մասով ես ձեզ տվյալը կփոխանցեմ։ Մենք տարեկան ունենում ենք մի քանի 100-ին հասնող դեպքեր, որոնք առհատ նայվում է անհատական մակարդակով ու փորձում ենք այդտեղ հասկանալ ինքը համակարգային բնույթ ունի, թե չէ, թե ինչ-որ դեպք է, որը որ կապված է մարդու վարկագծի հետ, բանկի վարկագծի հետ, բայց ամեն դեպքում, եթե նույնիսկ 1000 է, 600,000-ի մեջ ինքը բան չի, էլի լուրջ թիվ չի։